Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին, հյուրընկալում ենք բավականին հետաքրքիր եւ փորձառու անհատների, ովքեր կիսվում են իրենց հարուստ ճանապարհով, գիտելիքներով եւ փորձառությամբ։ Այսօրվա իմ հյուրերին եմ շատ մեծ սիրով ուզում ներկայացնել Ալիսա Նայվազյան, ողջույն Ալիսա։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ Ալիսան բավականին մեծ փորձ ունի միջազգային ծրագրերում, շուտով նաեւ դրանց մասին ավելի մանրամասն անդրադարձ կկատարենք եւ հանդիսանում է Օքսֆորդի շրջանավարտների հայաստանյան ակումբի համահիմնադիրը եւ Վարդուհին Սարգսյան, ողջույն Վարդուհի։ Ինչպես հաղորդումից առաջ էինք խոսում, վերջին մասնագիտացումը, որի վրա կանգ է առել Վարդուհին, տվյալագետ, այսպես կարող ենք ներկայացնել, բայց իհարկե էլի անցած ճանապարհի մասին կներկայացնի եւ Վարդուհին եւս հանդիսանում է Օքսֆորդի շրջանավարտների հայաստանյան ակումբի համահիմնադիրը։ Քանի որ մեր այս հաղորդումների շարքը շատ մենք այսպես արմատացած ուզում ենք նվիրել հայ կանանց, ոգեշնչող կանանց, ովքեր որ իրենց գործունեության մեջ կարևորում են անդադար կրթվելը, առաջ շարժվելը, զարգացնելը, միջավայրում փոփոխություններ բերելը եւ մեր զրույցի հիմքում հենց կունենանք սա, այսինքն ինչպես մտածողություն փոխել, ինչպես անընդհատ առաջ գնալ, զարգանալ, փոփոխություններ բերել, մյուսների մոտ դրական փոփոխություններ առաջացնել, բայց մինչեւ հիմնական հարցերին անցնելը Ալիսա մի փոքր ձեր կրթական հենքը ներկայացնեք ու նաեւ մասնագիտական ճանապարհը։ Ուրեմն Միջև այստեղ գալիս նաև մտածում էի, հա, այդ պատմության մասին, այսպես մտքով հետ էի գնացել ու փորձում էի վերհիշել, թե ինչը որտեղից սկսեց եւ ինչպես զարգացավ եւ հասավ այն կետին, որ արդեն վերջապես ես հասա Օքսֆորդի համալսարան, նշեմ մեծ հպարտություն, որ ես հանդիսանում եմ երկակի շրջանավարտ Օքսֆորդի համալսարանի, բայց ուրեմն առաջնային մասնագիտությամբ լեզվաբանը իհարկե միշտ որ հետ եմ գնում միշտ ուզում էի որպեսզի ես էլ ընդունվեմ տնտեսագիտական համալսարան, քանի որ քույրիկս տնտեսագիտական համալսարան էր ընդունվել, այսպես ես էլ էի ուզում շատ այդպես տնտեսագետ դառնալ եւ այլն, բայց 90-ականներն էին ծանր տարիներ էր, այսպես չստացվեց եւ ես ոնց որ sense ուղակի կամա թե ակամա գնացի մասնավորվու Եվ այնտեղ ընտրեցի լեզուներ բաժինը, բայց հետո արդեն ավարտելուց հետո, երբ որ ստացա մանկավարժի եւ լեզվաբանի որակավորում, հասկացա, որ չէ, նորից է պետք զարգացնել ամեն դեպքում այս իմ կրթական ոնց որ ասած ճանապարհը եւ փորձեցի ընդունվել ամերիկյան համալսարան։ Ամերիկյան համալսարանում նորից ընտրել էի լեզվագիտության բաժինը, անգլերենի եւ երկրորդ ընտրությամբ ընտրել էի քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ։ Ու այս բայդրությամբ դեռ հիշում եմ այդ իմ այսպես ասած էմոցիաները, երբ որ գնացի ու պարզեցի, որ լեզվագիտություն չեմ անցել, չեմ ընդունվել եւ այդտեղ նույնիսկ շատ հուզվել էի, բայց այդ ընդունանի աշխատակիցը ասաց, բայց դուք ընդունվել եք քաղաքագիտություն ու միջազգային հարաբերություններ, չէ՞ որ այնտեղ շատ ավելի մեծ կոնկուրս է եւ այլն, ուրախանում են շատ ավելի լայն հնարավորություններ, ես այսպես ասացի դա լավ, բայց իրականում այն որ ասում են, դա իրոք շատ մեծ փոփոխություն մտցրեց թե իմ կյանքում, թե իմ աշխարհայացքում, թե իմ կրթական արդեն ամբիցիաների առումով եւ ես ավարտեցի բնականաբար ամերիկյան համալսարանի քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ բաժինը։ Նրանից հետո արդեն 2010 թվականներ հիշում եմ նորից հետևաբար կանգ չենք առնում 2010 թվականին չեմ հիշում հստակ որ հիմնադրամներ կարծեմ Chevening դրամաշնորհային ինչ որ ծրագիր էր, հա, Chevening Scholarship ծրագիր էր, հայտարարել էին Օքսֆորդի ընդունելություն եւ այստեղ ես փորձեցի դիմել, տղաս նոր էր ծնվել 2010 թվականներ, 6 ամսական դեռ ասացի միևնույնն է պիտի դիմեմ, պատկերացնեք ինչ sense ուղեղիս մեջ դեռ այդ sense մոլուցքով տարված, որ չէ պիտի դիմեմ եւ դիմեցի պիտի ասեմ, որ ի ուրախություն ինձ 3 աղջիկ Հայաստանից, ուրեմն առաջին փուլը անցանք եւ պիտի գնայինք Վրաստան, քանի որ չէին գալիս Հայաստան այն ժամանակները, չէ, հարցազրույցը պիտի լիներ Վրաստանում։
Գնացինք երեքով Վրաստան, ես բնակարար փոքրիկից չէի կարող թողնել, քան որ փոքրիկից չէի կարող թողնել, հասկանում էի մենակ այնտեղ գլուխ չեմ հանի, խնդրեցի կազմակերպիչները, որ կարող եմ մայրիկից տանել հետս, ասացին հա։ Ուրեմն այսպես փոքր մինիվեն տեսակի ավտոմեքենա էր, բոլորս նստեցինք, տղայիս առաջին անձնագիրը հենց այդ ժամանակ էր 6 ամսականում նկարեցինք ու գնացինք այդ ժամանակ հարցազրույց անցանք 3-ս էլ բավականին հաջող, բայց բնականաբար դրամաշնորհը պետք է տրվեր մեկին եւ ընտրեցին Արևիկին, շատ պայծառ աղջիկ եւ այդպես ոնց որ թողեցի արդեն հետո էլի նորից դիմեցի, մեկ անգամ էլ ընդունվեցի Օքսֆորդի համալսարան, էլի չկարողացա գնալ երեխաների պատճառով եւ հետո երկու անգամ էլ դիմեցի, արդեն մերժվեցի երկու անգամ էլ ու այդպես անցավ 15 տարի բայց չհանձնվեցինք, այո, եւ 2010 թվականին այդպես, չգիտեմ, հաջողություն, անհաջողություն ինչևէ չանցա, 2020-ին 19-ի վերջում նորից դիմեցի եւ եկավ, որ ընդունվել եք, շնորհավորում ենք տվյալ ժամանակահատվածում աշխատում Սմիթսոնյան ինստիտուտի եւ ԱՄՆ-ի գործակալության այսպես համատեղ Իմ Հայաստան ծրագրում ու այդպես բնականաբար արդեն ես ինքս էլ 3 անգամ հիշում եմ նամակը կարդացել եմ, արդյոք սխալվել են, արդյոք ես եմ, ստուգում էի մանրակրկտորեն, բայց հասկացա, որ չէ, ես եմ եւ պիտի գնամ ու այդպես սկսվեց իմ ճանապարհը, արդեն իսկ իրական ճանապարհը Օքսֆորդի հետ, առաջին ուրեմն ծրագիրը, որ ավարտել եմ, դա դիպլոմա ծրագիր էր եւ ռազմավարություն եւ ինովացիա եւ դա ավարտելուց հետո արդեն այնքան լայն ինձ համար հորիզոն բացեց բոլոր առումներով, բոլոր որ հասկացա, որ չպետք է շարունակեմ եւ քանի որ այդպես մանկուց երազել էի, հա, որ ես էլ եմ ուզում տնտեսագիտական եւ այլն, վերջապես ընդունվեցի Executive MBA Օքսֆորդում եւ 2 բազմաչարչար տարիներից հետո ավարտեցի համալսարանը արդեն երկրորդ անգամ։ Հրաշալի է, բավականին ոգեշնչող ու բավականին այսպես հագեցած ճանապարհ, մենք դեռ այս թեմաներին կանադառնանք։ Վարդուի ձեր պատմությունը ինչպես է։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում ամբողջ այս ընթացքում, որ լսում էի, գործընկերոջս պատմությունը մի բառ էի փորձում փնտրել իմ ճանապարհը նկարագրելու համար, շնորհակալ եմ, որ հենց նոր այդ բառը ինձ հուշեցիք։ Իմ մասնագիտական ու կրթական ճանապարհը եղել է շատ հագեցած եւ շատ կտրուկ փոփոխություններով լի։ Ինչ որտեղ դա այդքան էլ հպարտանալու երևի առիթ չի, որովհետեւ չեմ կարողացել սկզբից ճիշտ որոշումներ կայացնել։ Բայց նորմալ է, կարծում ենք այս փոփոխվող աշխարհում միջավայրում նորմալ է անընդհատ փոխելը, նոր որոշումներ կայացնելը։ Շատ ավելի նորմալ է, քան նախկինում, այո, մենք նախկինում դրան սովոր չէինք։ Այն ժամանակ հա մտածելակերպը, որ մեր մեջ դրվում էր ի սկզբանե, որ պիտի ավարտես դպրոց, հետո ինստիտուտ, հետո միգուցե երկրորդ ինստիտուտը դառնաս մասնագետ եւ ապրես աշխատես, հա, դառնաս այսինքն կրթությունը ընկալվում էր որպես ավարտ ունեցող ավարտուն process ու պահանջվեց բավականին անձամբ իմ համար պահանջվեց ժամանակ, որպեսզի այդ մտածելակերպի փոփոխությունը, հա, ես իմ մեջ ունենամ, որ կրթությունը դա շարունակական, մշտական, վերջ չունեցող process է, դու երբեք չես իմանալու այն ամենը, ինչ որ ուզում ես, կամ այն ամենը, ինչ որ քեզ պետք է այսուհետ հաջողակ լինելու համար։ Անշուշտ, ինչպես մենք ենք ասում, մինչև 7 շերտ հող չի գալիս քեզ վրա, կրթության process-ը չի ավարտվում։ Այո։ Ինձ պահանջվեց բավականին երկար տարիներ դրան հասնելու համար, որովհետև առաջին հա մի քանի կրթություններ, այսպես ասած, զուտ աշխատանքի, հա, ավելի մեծ հաջողության, ավելի լավ աշխատանք ունենալու, հա, նպատակով ինչ որ առումով, հա, քայլեր էր, որ պետք է անեի, ոչ թե ես զգում էի այդ կրթության, հա, շարունակականության անհրաժեշտությունը։ Առաջին կրթությունս շատ
տարբերվում է մնացած ամեն ինչից, ինչ որ ես երբևէ արել եմ։ Ինչպես է կոչվում։ Առաջին մասնագիտությամբ ես հագուստի մոդելավորող եմ եւ Գեղարվեստի ակադեմիան եմ ավարտել։ Հրաշալի։ Որովհետեւ մանկուց դիտում է այդ նորաձևության հաղորդումները, ցուցադրությունները։ Կոկո Շանելի ֆիլմը վստահաբար։ Այո։ Եվ շատ ոգևոր նկարում էի, մոտը ստացվում էր եւ ոգևորվել էի, որ ես պիտի դառնամ հագուստի մոդելավորող։ 5 տարի սովորեցի, տանջվեցի, դա ոնց որ արդեն նշվեց 90-ականներն էին, դժվար ժամանակներ էր եւ ավարտելուն պես անհրաժեշտ էր գումար վաստակել։ Մոդելավորողի դիպլոմով եւ առանց որևէ այլ բազայի եւ օգնության դա դժվար էր ու պարզապես վերցրի առաջին աշխատանքը, որ հնարավոր էր, այն ժամանակ իմ առավելությունը անգլերենն էր, այսինքն միանգամից գնացի դեպի ադմինիստրատիվ անգլերենի հմտություններ պահանջող աշխատանք։ Որոշ ժամանակ այդպես աշխատում էի ու անընդհատ բնականաբար է ձգտումը միտքը կար, որ ես այստեղ չեմ կարող կանգնել, ինձ ավելի լավ աշխատանք է պետք, ավելի շատ գումար է պետք վաստակել եւ այլն։ Եվ այդ ժամանակ առաջացավ էլի ամերիկյան համալսարան ընդունվելու միտքը, դեպ այդ ժամանակ աշխատում էի լեզվի կենտրոնում, որի հիմնական կուրսերից մեկը նաեւ TOEFL-ն էր ու այդտեղ ես շատ շփվեցի ամերիկյան համալսարան դիմորդների, սովորողների հետ ու այդտեղ զգացի լրացուցիչ եւս մեկ կրթության արժեքը, որ կարող է ինձ տալ ամերիկյան համալսարանը։ Ընդունվեցի ամերիկյան համալսարան, բայց էլի ասեմ, որոշումը շատ մտածված չէր, երևի թե այս հաղորդումը այդ տեղը չի, որ ես շատ ծավալվեմ, թե ինչ ծիծաղելի ճանապարհով եմ եկել այդ որոշման, որ ես պիտի հենց MBA ընդունվեի։ Իսկ ինչ ուղղությամբ։ MBA եւ մարքեթինգ, ավելի նեղ մասնագիտացմամբ։ Ամեն դեպքում ընդունվեցի, բավականին հաջող ավարտեցի, դրանից հետո բավականին տարիներ աշխատում էի մարքեթինգի եւ գովազդի ոլորտում, կար առաջընթաց, այն առաջընթացը ինչ որ ես ակնկալում էի ամերիկյան համալսարանից, զուգահեռ շատ պատահական նաեւ ընկա հետազոտական ծրագրերի մեջ ու դրանից հետո 2006 թվականից սկսած իմ աշխատանքային ուղին միշտ բաժանված ա եղել երկու մասի, կազմակերպությունում հիմնականում մարքեթինգ գովազդության աշխատելը եւ հետազոտություններ, միջազգային ծրագրեր, մոնիտորինգ գնահատում զուգահեռ միշտ գնացել են։ Բայց հետաքրքիրն էր, որ այդ ամբողջ ընթացքում կարելի է ասել ավարտելու առաջին համալսարանն ավարտելու պահից սկսած, դա 2000-ականների սկիզբն էր, իմ մեջ արթնացավ, որ այդպես էլ չքնեց այն ափսոսանքը, որ ինչու ես IT չդիմեցի, ինչու ես կիրառական չդիմեցի ժամանակին, որովհետև զգում էի, որ դա իմ մոտ կստացվի, համել դա հեռանկարային էր, շատ ավելի լավ վարձատրվող աշխատանքներ էին ճարում իմ ընկերները, ովքեր այդ ուղղությամբ էին գնացել, բայց միշտ խանգարում էր այն փաստը, որ բա ոնց ես 5 տարի ծախսել եմ, սովորել եմ այստեղ, ես այսքան տարի ծախսել եմ, ներդրում եմ արել, այստեղ ինչ որ բանի եմ հասել, ոնց ես կարող եմ հիմա դա թողնել եւ ինչ որ բան նորից զրոյից սկսել։ Դա 2000-ականներից սկսած իմ մոտ այդ երկմտանքը միշտ եղել է։ 2007 թվականից սկսած աշխատել եմ Vivace MTS-ում, գովազդի բաժնում, մինչ այդ երազում էի գովազդի ոլորտ մտնել ու այդպես ստացվեց, բայց էլի երևի թե շատ մտածված որոշում չէր ու ինչ որ ժամանակ հետո էլի եկա այն կետին, որ պետք է առաջընթաց, պետք է փոփոխություն, ինչ որ լճացում էի զգում եւ այլն, սկզբից պարզապես փնտրում էի այլ աշխատանքներ ու ինչ որ մի պահի հասկացա, որ չէ, ես չեմ գտնում իմ ուզած աշխատանքը, որտեվ իմ ուզած աշխատանքի համար ես դեռ էլի բան պետքա սովորեմ, ես պետքա աճեմ, որ գտնեմ այն ինչ որ ուզում եմ։ Ու հասկացա, որ լավ, մինչ այդ երբ որ ինձ ասում էին չես ուզում սովորել, ասում էի լավ, սաղ կյանք սովորել եմ, բա երբ եմ ապրելու, աշխատելու։ Բայց երբ որ այդ կետը հասա, որ չէ, այս բոլոր աշխատանքները, իմ ուզածը չեն, իմ ուզածի համար ես մի բան ավել պետք է անեմ, այդ ժամանակ, ոնց որ այսպես
չխկաց, որ չէ, պետքա սովորել ու պետքա լուրջ բան անել։ Լուրջ բան անելը դա դրսում սովորելն է, դրսում սովորելու հնարավորությունը այն ժամանակ ամենաիրատեսականը դա լույս հիմնադրամի միջոցով էր, որը ֆինանսավորում էր միայն աշխարհում լավագույն 10 համալսարաններ ընդունվելու դեպքում, այսինքն ընտրություն չէր մնում, պետք էր լավագույն 10 համալսարաններից մեկը ընդունվելու եւ այդպես ընտրությունը կանգ առավ Օքսֆորդի վրա, այսինքն Օքսֆորդ եւ Քեմբրիջ դիմեցի եւ հրավերը ստացա Օքսֆորդից։ Որ բաժինը Վարդուի MBA Իսկ մասնագիտացումը հիմնականում ընդունվելիս մասնագիտացում չէինք ընտրում եւ առհասարակ այնտեղի MBA-ը կոնկրետ մասնագիտացում չուներ, մասնագիտացումը ապահովում է քո ընտրված էլեկտիվ առարկաներով։ Շատ լավ։ Եվ դա ի սկզբանե պարտադիր չէր ընտրելը, որովհետև սկզբից հիմնականում պարտադիր առարկաներն էր, երկրորդ տարվանից նոր էլեկտիվները ժամանակ կար որոշելու ընտրելու։ Բայց դա ինչ որտեղ թվում է կտրուկ քայլ, որ ես հասել էի բավականին ինչ որ լավ կետի կարիերայում ու դուրս եկա աշխատանքից գնացի նորից սովորելու եւ այլն, բայց դա այն կտրուկ քայլը չէր, ինչ որ ինձ պետք էր իրականում։ Ես միևնույնն է կտրուկ փոփոխության պատրաստ չէի, դրա համար կրկին MBA եմ դիմել, շատ չէի հեռանում, հա, իմ նախկին ուղուց, այսպես ասած, այդ ափսոսանքը բեքգրաունդում միշտ եղել է, բայց դա շատ վախենալու էր այդ ամեն ինչը մի կողմ թողել եւ IT սովորել։ Այնպես որ գնացի Օքսֆորդ, հիմա կարողա թվալ, որ ասում եմ սխալ բան եմ արել, բայց չէ, Օքսֆորդը իմ կյանքի, հա, լավագույն փորձերից, եթե ոչ լավագույն փորձն է, ինձ շատ բան է տվել։ Իհարկե ես հակված եմ մտածել, որ Օքսֆորդը տալիս է քեզ այնքան, ինչքանին դու պատրաստ ես, ինչքան դու լավ ես տրամադրվում, ինչքան ավելի մտածված ես դրան մոտենում, այդքան ավելի շատ բան կարող ես ստանալ։ Ամեն դեպքում Օքսֆորդից հետո էլ վերադարձա եւ էլի շարունակեցի աշխատել մարքեթինգում եւ հետազոտական ծրագրերում եւ այլն, ու գնալով սրվում էր մոտս այդ ափսոսանքի զգացումը, որ իմ մոտ նա ստացվելու էր, ինձ նա հետաքրքիր էր ու ես չփորձեցի։ Ու չգիտեմ, եկավ ինչ որ մի պահ, ես լինելով շատ պրագմատիկ մարդ, մեկ հակված եմ հավատալու նաև մի քիչ ավելի վերացական, այդքան էլ տրամաբանական բացատրություն չունեցող երևույթների։ Այսինքն որ տիեզերքը քեզ ինչ որ ազդակներ է ուղարկում։ Ըստ նախախնամության ուրեմն ճիշտ էր հայտնվել այդտեղ։ Այսինքն այդ պահին, երբ որ շատ սրվել էր այդ իմ զգացողությունը, որ ոնց որ թե նա էր իմը, ինչի ես, բայց ոնց ես այս 20 տարին հո չեմ գցելու ջուրը եւ այլն, անընդհատ ինչ որ, չգիտեմ, սոցիալական ցանցում ինչ որ գրառում էի, տեսնում, ինչ որ մեկը ինչ որ մի բան էր ասում, որ ասում է, եթե ուզում ես տեղդ փոխես, փոխի հո ծառ չես։ Կամ ու այդպես հայտնվեցիք տվյալագիտության ոլորտում։ Այդպես ես ինձ հաշվեցի, որ ես այս 20 տարի ափսոսում եմ, բա ափսոս չի այն 5 տարին, բա ափսոս չի այն 10 տարին եւ այլն, արի ես հիմա այդ քայլը անեմ, որ 2 տարի հետո գոնե արդեն էլ չափսոսամ, էլի, ասեմ 20 տարին անցել է, բայց ես 2 տարի է իմ ուզած տեղն եմ։ Շատ կարևոր բաների մասին նշեցիք, ուզում եմ մեր զրույցի այս առաջին հատվածից ամենակարևոր բաներից մեկը Ալիսայի մոտ երբեք չհանձնվելու մոտիվը, որ անկախ նրանից, որ առաջին փորձառությունից չի ստացվել, միևնույն է չեք այսպես հանձնվել ու ամեն քայլ արեք, որ հայտնվեք, ձեր դեպքում էլ երբեք ուշ չէ որոշումներ կայացնելու եւ փոփոխությունների գնալու համար, որpիսի ինչպես դուք նշեցիք, 2 տարի հետո նորից չփոշմանեք 2 տարի չարածի համար, հա։ Ուզում եմ մյուս կարևոր հարց ուղղել Ալիսա ձեզ։ Վստահաբար բոլորս լավ հասկանում ենք, որ մեծ մտածելը, մեծ միջավայրում հայտնվելը ինքը բավականին շատ մարտահրավերներ ու նաև հնարավորություններ է պարունակում։ Ուզում եմ դուք խոսեք մի քիչ այն մարտահրավերների մասին, որը որ հաղթահարել եք ձեր այս մասնագիտական, կրթական, աշխատանքային ուղում եւ ամենակարևոր են որակները, որը որ ձեզ միշտ օգնել են առաջ շարժվելու համար։ Նախ առաջին դասը, որը մեզ մոտ սկսեց հենց Օքսֆորդի համալսարանում, դա վիճակագրություն էր եւ բավականին
բարդ գոնե ինձ համար, որովհետև լեզվաբանական հա, ամեն դեպքում ավելի հումանիտար ուղղվածություն ունենալով, ինչքան էլ որ ամերիկյան համալսարանում ուսումնասիրել ենք եւ այլն, բայց նախ դա շատ շուտ էր, շատ 2000 պատկերացեք 3 թվականին էր դա, եւ հիմա ես նույնը պիտի անեի 2022 թվականին։ Եվ այստեղ ինձ մոտ առաջացավ մի փոքր վստահության խնդիր, ինքս ինձ վստահելու խնդիր, եւ մտածում էի, արդյոք ես կկարողանամ անցողիկ շեմը հաղթահարել այս քննության, հա, որովհետեւ բայց ինչպես միշտ հայտնվելով հենց այդ դասին, այսպես առաջին իսկ օրը ինձ մոտ առաջացավ էմոցիոնալ, հա, բախում ինչ-որ, ինչպես նաև տարբեր գաղափարների բախում մի կողմից, որ եթե հասել ես այստեղ ուրեմն կարող ես, էլ մի կասկածի, մի գնա հետ գնալ չկա, միայն առաջ, բայց մյուս կողմից իսկ եթե հանկարծ չկարողանաս ինչ ես հետո անելու, մի խոսքով, բայց եկավ ժամանակը, բնականաբար շատ աշխատեցի ինքս ինձ վրա էլ, այնտեղ ինքս պարապում էի YouTube-ով տեսաշար էի դիտում, հա, վիճակագրության խնդիրների եւ այլն, եւ քննությունը հանձնեցի եւ դա եղավ այն առաջին ոնց որ այսպես ասած ոնց ասեմ կարմիր գծից թրջեցի կարծես այն կողմ ու հասկացա որ չիրականացող ոչինչ չկա, կա պարզապես կամք եւ աշխատասիրության ցանկություն, հա, որի շնորհիվ կարող ես հասնել ըստ էության ամեն ինչի։ Դեռևս ես մտածում եմ, որ հաջողության հասնելու կարևորագույն, այսպես ասած, նախապայմաններն են դա աշխատասիրությունը, պարտադիր եւ դիսցիպլինան, կարգապահությունը, այո, եւ ինձ թվում է անհասանելի ոչինչ չի լինի այդ պարագայում, որովհետեւ տեսնում ենք կան մարդիկ, հա, շատ տաղանդավոր, շատ լուսավոր, բայց քանի որ չեն ուզում կամ չեն աշխատում կամ այդքան տոկունություն չունեն, հա, այդ ջանքը դնելու ցանկությունը չեն գտնում իրենց մեջ եւ այդպես իրենց, այսպես ասած, կոմֆորտի միջավայրում դուրս չեն գալիս։ Հա, իրենց բավականին Նաեւ սրանք կարելի ավելացնել հավատքը, իրականում շատ կարեւոր է սեփական ուժերի, սեփական հմտությունների նկատմամբ, որ իսկապես բոլորս էլ իծնե ունենք տաղանդներ, իծնե ունենք շատ հմտություններ, միայն պետք է դա բացահայտել, տեսնել, զարգացնել ու հիմք վերցնելով առաջ շարժվել։ Այո, միանշանակ ես ինքս կարծում եմ, որ ինչի ես այդքան հետ գնացի եւ իմ պատմությունը պատմեցի, որ ժամանակներից եւ հանգամանքներից ելնելով չստացեց այն ինչ որ ես էի, հա, երազում եւ ինչ որ ոչ այդքան հանրահայտ, ինչ որ մասնավոր բուխ գնացի, բայց երբեք կանգ չառա եւ կարծում եմ, որ իմ պատմությունը գոնե երևի թե խթան կհանդիսանա կամ ուժ կտա այն բոլոր տղաներին եւ աղջիկներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են ոչ այդքան հանրահայտ բուհում եւ այլն, բայց միանշանակ վստահաբար խորհուրդ կտամ երբևիցե կանգ չառնեն, չլքեն իրենց երազանքները եւ հաստատ ուշ թե շուտ կհայտնվեն հենց այնտեղ, որտեղ որ ի սկզբանե երազել են։ Պատկերացրել են։ Հաջորդ կարևոր հարցը ուզում եմ Վարդուհի ձեզ ուղղեմ։ Վստահաբար փոփոխություններին ընթരാճ գնալը ենթադրում է, որ յուրաքանչյուր անհատ իր ներսում շատ ուժեղ մոտիվացիա պետք է ունենա։ Իդեպ այդ մոտիվացիան կարող է լինել ներքին միջոցով սնուցվող եւ արտաքին, որն է ձեր մոտիվացիան։ Երբ օրինակ առաջ շարժվելու շատ հավես, ցանկություն կամ բան չի լինում, ո՞նց եք դուք ձեզ այսպես առաջ տանում, ինչից եք ոգեշնչվում։ Շատ լավ հարց տվեցիք, որովհետեւ իրոք մոտիվացիան պետք է սնել։ Հա, մենք սովորենք մոտիվացիայի մասին մտածել այդ մանկական մուլտֆիլմերից, որպես հա մուսան եկել է այնտեղ նկարում ես, մեկ էլ մուսան կորում է ու չգիտես ինչ անես։ Իրականում մոտիվացիան էլ այդպես է, այսինքն հնարավոր չի երաշխավորել, որ այդ մոտիվացիան ստաբիլ նույն մակարդակի վրա անընդհատ մնալու է ինքն իրեն, պետք է սնուցելու տարբեր տարբերակներ կան, ինձ համար ամենալավ գործուն տարբերակը դա համայնքն է, համայնքը կարա շատ տարբեր լինի, կախված նրանից, թե ինչ ուղի, հա, ինչ մասնագիտություն, ինչ ոլորտ ես ընտրել։ Մարդիկ, այլ կերպ ասած։
մարդիկ ենթակառուցվածքը, այսինքն պետքա լինել թեմայի մեջ, մասնակցել իրադարձություններին, խոսել մարդկանց հետ, ովքեր նույն ոլորտում են, նույն բանով են հետաքրքրված, ինչով որ դու քննարկել եւ այլն։ Ես իրականում հենց այդ փոփոխության ճանապարհին լավ հիշում եմ, որ այդ որոշումը այդպես միանգամից չեղավ, էլի, ես ինձ երկար տրամադրում էի, հետո փոփոխությունը ինքը դժվար էր, ես դուրս եկա իմ բավականին լավ աշխատանքից, հա, եւ որոշ ժամանակ առհասարակ չէի աշխատում, սովորում էի, որպեսզի տեղափոխվեմ այս մյուս ոլորտ, եւ դա այդքան էլ ուրախ process չէր, որովհետեւ հա պետք է ինչ-որ բան զոհաբերել հանուն որևէ բան, եկամուտ չես ստանում, բացի դրանից նաեւ այդ ինքնագնահատականի համար մի քիչ բարդ ժամանակաշրջան է, երբ որ քեզ հարցնում են ինչ ես անում, դու ասում ես չեմ աշխատում, բայց հիմնականում քո շրջապատում են մարդիկ են, որ քո հետ աճել են ու հիմա իրենք որոշակի լավ դիրքում են, իսկ դու հանկարծ ես չեմ աշխատում։ Այդ ժամանակահատվածը բավականին բարդ է անցնելը, եւ այդ ժամանակ միշտ չի որ այդ մոտիվացիան քեզ պահում է։ Ինձ օգնում էր, երբ ես շատ ակտիվ ձևով մասնակցում էի բոլոր միջոցառումներին, կոնֆերանսներին, հավաքներին, հա, այն ոլորտի, ուր որ ես ուզում եմ մտնել։ Ու ամեն անգամ այդ միջոցառումներից հետո ես էներգիայի հսկայական, հա, նոր ոնց որ այսպես փաթեթով, հա, ներհոսքով վերադառնում էի տրամադրված, որ չէ, ես կարող եմ ու ես հասնելու եմ դրան։ Իհարկե, դա իմ համար հա ամենալավ ճանապարհներից էր մոտիվացիայի սնելու, բայց նաև շատ կարևոր է, որ այդ մոտիվացիան լինի իրական։ Այսինքն իմ համար ես բացահայտեցի, որ ամենակարևորը ինքս ինձ հետ անկեղծ լինելն է։ Ինձ շատ երկար պահանջեց, որ ես ինքս իմ հետ այսպես նստեմ, ասեմ, Վարդուհի, լավ, դու ինչ ես ուզում անել, որ ոչ թե պարզապես լավ գումար աշխատես, ոչ թե պարզապես լավ աշխատանքի լինես, այլ որ լավ զգաս նրանից, ինչ որ անում ես, որ հաճույք ստանաս դրանից։ Այո։ Դա ամենաբարդ process-ն էր։ Ու նաև ամենակարևորը։ Բայց ամենակարևորը, հա, երբ որ դու իրականում հասկանում ես, որ այ սա ես սիրում եմ, ես սրանից հաճույք եմ ստանում, դու դրա համար արդեն պատրաստ ես գնալու զոհաբերությունների, պատրաստ ես գիշերներ չքնելու, պատրաստ ես ինչ-որ բաներ բաց թողնելու, որովհետև ինչ-որ այս մեկը քո համար է, քոնն է։ Շատ դժվար է այդ բոլոր զոհաբերությունները անել, երբ որ դու պարզապես ինչ-որ տեղ աշխատում ես գումարի համար։ Հրաշալի է։ Ուզում եմ մյուս կարևոր հարցը Ալիսա ձեզ ուղղել։ Վստահաբար յուրաքանչյուր միջավայր, ինչպես մենք նշում ենք, մարդիկ ու միջավայրը շատ կարևոր դեր ունեն յուրաքանչյուր անհատի զարգացման առաջընթացի մեջ։ Կասեք այն ամենակարևոր դասերը կամ ամենակարևոր մտքերը, հմտությունները, որ դուք վերցրել եք ձեր ուսումնառության ընթացքում ու այդ հմտությունները, դասերը այսօր ձեզ շատ օգնում են։ Հա, իհարկե, ինձ թվում է, որ հենց այն կարևորագույն հմտություններից, որը ըստ իս բոլորս ենք ձեռք բերում, հայտնվելով այդ կարգի բազմամշակութային միջավայրում, ակամա դառնում ես շատ ավելի հանդուրժողական եւ ձեռք ես բերում լսելու հմտություն։ Ես հիշում եմ, երբ որ մեր դասերից մեկի ժամանակ այսպես ներկայացնում էին, թե ինչ կտա մեզ ծրագիրը եւ այլն, մեր դասախոսներից մեկն ասաց, որ փորձեք իրար լսել, որովհետև այստեղ ճիշտ է, ձեռք եք բերելու նաև կոշտ գիտելիքներ, հա, վերջապես բոլորս պետք է ընդունենք, որ հավաքված են, կենտրոնացված են աշխարհի պայծառագույն, հա, մասնագետները, մարդիկ, ովքեր մեծ նվիրումով իրենց դերն ու նշանակությունը տեսել են ակադեմիական, հա, ոլորտում եւ հիմա էլ փորձում են այդ իրենց ամեն ինչը փոխանցել մեզ, նկատի ունեմ մեզ, իդեմս մեզ, ովքեր որ ընդհանրապես հայտնվում են Օքսֆորդի համալսարանում։ Եվ հենց դա էր լսելու ունակությունը, հանդուրժողականությունը եւ ինչի՞ չէ նաեւ հաղորդակցվելու արվեստին տիրապետելը, որովհետև ես կարծում եմ հաջող հաղորդակցվելու համար իրոք պետք է աշխատես ինքդ քեզ վրա, որովհետև մի այլ բան է, երբ որ դու պարզապես լսում ես, լսողի դերում ես հայտնվում, մեկ այլ բան է, երբ որ փորձում ես
լսելու ընթացքում նաև խորությամբ ընկալել եւ ինքդ քեզ նաև ժամանակավոր դնել դիմացինի այսպես կոշիկներում, հա, հայտնվել ու իր տեսանկյունից փորձել ուրեմն սեղանին դրված խնդրին նայել։ Դա շատ փոխում է եւ վերջնական արդյունքը եւ ընդհանրապես դիսկուսիայի ընթացքը, ամեն ինչը շատ Երևույթներին ոնց եք վերաբերվում, ոնց եք նայում։ Իհարկե, միանշանակ։ Եվ որպես կանոն, երբ որ դեբատը ընթանում է շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում իրար լսելու, այսպես ասած միջավայրում, վերջնական արդյունքն էլ շատ ավելի լավն է լինում, որովհետև կոնսենսուսի վրա հիմնված է լինում։ Շատ հետաքրքիր էր դա։ Շնորհակալություն շատ, Վարդուհի, հաջորդ հարցը ձեզ, վստահաբար այն գիտելիքները, փորձառությունը դուք որ ստացել եք, մենք միշտ ասում ենք, դա պետք է ծառայեցնել այո, նաև Հայաստան աշխարհի զարգացմանը։ Ոնց եք տեսնում, կամ օրինակ այս համատեքստում ինչ պետք է անել, որ տեսեք, մենք նախորդ հաղորդումների ժամանակ եւս հյուրեր ենք ունեցել, ովքեր որ էլի Օքսֆորդի շրջանավարտների հայաստանյան ակումբի ներկայացուցիչներ են, համահիմնադիրներ են, այդ հմտությունները, գիտելիքը, փորձը, ինչպես եք պատկերացնում, որ պետք է ծառայեցվի մեր միջավայրի զարգացման առաջընթացին, ինչ տեսլականներ ունեք, եթե ունեք։ Նայեք, ապրելով Հայաստանում իրականում մենք մի փոքր, այսպես ասած, bubble Փուչիկի մեջ ենք։ Հա, ինձ մոտ զգացողություն էր, որ մենք փուչիկի մեջ ենք, որովհետև ամեն դեպքում Հայաստանը մի քիչ ավելի կտրված է, պայմանավորված թե տնտեսական, թե աշխարհաքաղաքական, հա, գործոններով ու մարդկանց մեծ մասը մինչև երկրից դուրս գալը շատ ավելի նեղ, ես ինձ համար եմ ասում, հա, կոնկրետ ավելի նեղ պատկերացում է ունենում թե մասնագիտական, թե հասարակական, թե բիզնես process-ների մասին, թե առհասարակ կյանքի մասին։ Նեղ ենք մտածում։ Այո, պետք է լինել այդ մեծ միջավայրում, հա, Ալիսան էլ նշեց, որպեսզի հնարավորություն ունենալ տեսնելու ավելի լայն հնարավորություններ եւ լայնացնելու տեսահորիզոնը։ Հիմա այն փաստը, որ հիմա շատ ավելի շատ մարդիկ են դուրս գալիս եւ դուրս գալու մասին եթե խոսում ենք, այստեղ կարևոր է հենց սովորելու նպատակով դուրս գալը, ասել, որովհետեւ պարզապես մի քանի օրով Հայաստանից դուրս գալ ինչ որտեղ գնալ գալը հա այդ նպատակին չի ծառայում, այդ հնարավորությունը չի տալիս, երբ որ դու մի քիչ ավելի երկար ժամանակ, այսպես ասած, ընկղմվում ես այդ ավելի լայն մեծ բազմաշերտ մշակույթի մեջ, այդ ժամանակա քո ներքին փոփոխությունը լինում։ Ու հետո երբ որ դու վերադառնում ես Հայաստան, արդեն դժվար է վերադառնալ նախկին գործելակերպին։ Վստահաբար պետք է փոփոխություններ բերել, այլ դեպքում ձեզ դժվար կլինի։ Անկախ քեզնից դու արդեն նորովի ես մոտենում ցանկացած հարցի։ Եվ եթե դու գտնում ես որևէ միջավայրում, որտեղ շփվում ես, հա, գոլեգաներ ունես, աշխատողներ ունես եւ այլն, ուզես թե չուզես, դա փոխանցում ես։ Բնականաբար դա փոխանցելը, եթե նպատակային է ավելի, հա, հաջող կարող է լինել, բայց անգամ եթե այդ նպատակը չես դնում, միևնույնն է, քո աշխատելավոճը, քո մարդկանց հետ շփվելը, քո մտածողությունը փոխվում է ու դա ազդում է քո շրջապատի վրա։ Ամենամեծ փոփոխությունը, որ բերել եք կամ ներդրել եք, որը կնշեք։ Եթե կմտաբերեք։ Այսպես ասեմ, քանի որ ես միշտ եղել եմ, հա, կոնկրետ կազմակերպություններում որոշակի ֆունկցիայի աշխատող, իմ բերած փոփոխությունները եղել են կազմակերպության մեջ, հա, կոնկրետ կազմակերպության գործունեությանը վերաբերող փոփոխություն կարող եմ հիշել, այսպես հիմնականում ես քանի որ շատ աշխատատեղեր եմ փոխել, միշտ գալիս ես ինչ որտեղ, որտեղ մարդկանց մեծ մասը շատ ավելի վաղուց այդ նույն տեղում է աշխատել ու ես միշտ նկատում եմ միևնույն օրինաչափությունը, որ երբ որ մարդկանց մեծ մասը աշխատում է այդտեղ, ինչ որ կարծրացած մտածելակերպ նորեկներին դժվար են ընդունում, որ այ մեր մոտ էսպես է, իրականում նենց բան են ասում, որ ամենտեղ այդպես է, բայց այ մեր մոտ էսպես է, մենք սենց ենք անում, մեր աշխատողները սենց են ու շատ դժվար է բացել, փոխել, որ չէ, այդ ոչ թե մեր մոտ է այդպես, այլ դա առհասարակ տարածված ֆենոմեն է եւ օրինակ եթե խոսքը խնդրի մասին է, դրա լուծումն էլ կա, դուք յուրահատուկ չեք այդ հարցում
Պետք է ուղղակի բաց լինել հնարավորությունների մարտահրավերների առաջ, այո։ Իրականում միշտ խոսում ենք տարբեր չափերի փուչիկների մասին, մի քիչ առաջ Հայաստանի փուչիկի մասին էինք ասում, բայց կազմակերպություններում էլ, շատ հաճախ այդ երևույթը հանդիպում ես ու ամենամեծ մարտահրավերը, երբ որ մտնում ես կազմակերպություն, որտեղ մարդիկ վաղուց բոլորով այդտեղ աշխատել են ու իրենց փուչիկի մեջ են, այդ փուչիկը այդտեղ նոր փոփոխություններ բերել, նոր բան բերել, ոչ թե մենք այսպես ենք անում, ուրեմն այսպես է ճիշտը, այսինքն հարցականի տակ դնել ստատուս կվոն։ Նախորդ աշխատանքիս մեջ հենց այդպիսի իրավիճակ էր, որ մենք այսպես անում ենք, երևի այդքան էլ լավ չի, պետք է ուրիշ ձևով։ Եթե ավելի լավ տարբերակ կա, իհարկե պետք է բաց լինել փոփոխությունների ու նորարարությունների հանդեպ։ Ալիսա, որևէ բան եք ուզում։ Ես ուզում եի ուղղակի լրացնել, որ ինչպես Վարդուհին շատ տեղերում նշեց, բայց ասեմ, որ փոփոխությունը հեշտ չափելի բան չէ եւ միանշանակ դրա ամենամեծ դժվարությունը կայանում է նրանում, որ դու ունենաս այդ համբերությունը եւ տաս ժամանակ։ Երբ որ դու ժամանակ ես տալիս փոփոխության իրականացմանը եւ հետո նոր ես փորձում չափել, այդ չափելն էլ ինքը շատ հարաբերական հասկացություն է, նայած ինչ տեսակի փոփոխություն արդյոք կարողանաս հստակ թվերով չափելի է թե ոչ եւ այլն։ Բայց ես ասեմ, որ մենք որպես կարելի է ասել հավաքական ուժ, այսպես հենց այդ փոփոխություն բերելու նաև առաջնային ցանկություններ մեզ մոտ, որ մենք որպես հավաքական ուժ Օքսֆորդի շրջանավարտներ փորձեցինք նաև ֆորմալիզացնել ինչ որ առումով այդ մեր միությունը եւ հիմնադրվեց Հայաստանի Օքսֆորդի բիզնես ակումբը, որը բավականին, այսպես ասած, փորձում ենք արդեն լայն գործունեություն ծավալել, ուրեմն հուշագրեր են ստորագրվում, համագործակցության ուրեմն փաստաթղթեր են ստորագրվում եւ ամեն մեկս մեր ուժերի կարողացածի չափով փորձում ենք մեր ներդրումն ունենալ եւ բերել հենց այդ փոփոխությունը կամա թե ակամա, մենք բոլորս արդեն իսկ հանդիսանում ենք այդ կրթական ուրեմն լուսավորչության դեսպանները, եւ ես այսպես գոնե իմ փորձից կարող եմ ասել, որ որտեղ որ հնարավորություն է ստեղծում, որ ես կարող եմ խոսել, պատմել եւ մոտիվացնել, որպեսզի չխուսափեն, չալարեն, չզլանան եւ ամենակարևորը չվախենան, որովհետեւ ըստ իս մարդու հաջողության ամենամեծ խոչընդոտը դա ներքին վախերն են, որոնց հետ ուրեմն այսպես անժամանակ պայքար է ընթանում, ուզես թե չուզես, այդ վախերը երբեմն այսպես կլանում են, միտքդ եւ բավականին մեծ այսպես տոկունություն ու կամք է անհրաժեշտ, որպեսզի ինքդ քեզ հետ նստես զրույցի եւ փորձես այդ վախերդ հաղթահարելով նորից գնալ առաջ։ Շատ շնորհակալ եմ ձեզ, ես ուզում եմ որպես ամփոփիչ մեր զրույցի բավականին ոգեշնչող, բավականին հարուստ ճանապարհ անցած ձեր հիմնական միտքը ուղերձը մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ես յուրաքանչյուր հաղորդման մեջ նշում եմ հատկապես երիտասարդներին, ովքեր որ իհարկե սա չի ենթադրում, որ միջինից բարձր տարիքի կամ տարեցներին չի վերաբերվում, բայց ովքեր որոշումների կայացման կրթական, աշխատանքային ճանապարհը կերտելու փուլում են, Ալիսա, երևի ձեզանից սկսենք, այն ամենաառանցքային բաները, որ կուզենայիք մեր ռադիոլսողներն ու ռադիոդիտողները ֆիքսեին, վերցնեին։ Օրինակ, բերեմ մի շատ հետաքրքիր ուրեմն այսպես գրքի օրինակ, եթե չեմ սխալվում, Դվեկներ հոկեբան, գիրքը կոչվում է The Mindset, մտածելակերպ, եթե փորձենք հայերեն այսպես եզրը, համաժեք եզրը գտնել, այդ գիրքը բոլորովին վերջերս, ընդամենը մի շաբաթ առաջ Corporate Library Premium հրատարակչության եւ մեր արհեստական բանականության գործընկեր Մարիամ Դիլբանյանի կողմից հայերեն է թարգմանվել։ Այսինքն մեր ռադիոլսողները եւ ռադիոդիտողները կարող են նաև հայերեն ընթերցել գիրքը։ Շատ ավելի լավ, ուրեմն դուք ինձ նաև կօգնեք հայերեն եզրերը ճիշտ գտնել, որովհետեւ ծնողավարության, բիզնեսի հիմնական գաղափարը այն է, որ ուրեմն
պետք չի ուրեմն ունենալ կարծրացած մտածելակերպ, հա, այդ fixed mindset ասվածը եւ հավատալ միայն նրան, որ եթե դու ծնվել ես արդեն իսկ օժտված ներքին մտավոր ունակություններով եւ բավականին, չգիտեմ, ընդունակ ես, ընկալունակ ես եւ այլն, ուրեմն կհասնես հաջողության։ Եթե ոչ, ապա ոչ, բայց այստեղ եղանակը հենց բերում է այն օրինակը, որ չէ, եթե դու ունես աճի մտածելակերպ, հա, այդ պարագայում ուրեմն ջանքը պետք է միշտ գերակա լինի ներքին մտավոր ունակություններին, այսինքն եթե դու աշխատասեր ես, եթե դու ունես կարգապահություն, հա, եւ մեծ ցանկություն, ուրեմն միանշանակ կկարողանաս հասնել նաեւ այդ հաջողություններին, եթե նույնիսկ այս կամ այն բնագավառում, այսպես ասած, մեծ տաղանդներ չունես։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն նաև գրքի մասին բարձրաձայնելու համար։ Վարդուհի, դուք ինչ կավելացնեք։ Ես ավելացնեմ, որ հաջողության հասնելը process է եւ մեկ կոնկրետ խորհուրդը երևի թե բավական չլինի, որովհետեւ մի քանի առանցքային գործոն կա այդտեղ։ Իմ համար ամենակարևորը ճիշտ սկսելն է, այսինքն հասկանալ, թե ինչ նպատակ ես դնում, իսկ դրա համար պետք է անկեղծ լինել ինքդ քո հետ, որովհետև շրջապատից մենք շատ տարբեր մտքեր ուղերձներ ենք ստանում ու այդ ամեն ինչի մեջ հասկանալ ինչն ես ռեալ դու ուզում, իսկ ինչն է պարզապես համեդիայի կողմից, ծնողների կողմից, չգիտեմ, ընկերների կողմից, այսպես ասած, քեզ պարտադրվել դժվար է։ Պետք է ունենալ այդ ուժը, նստել անկեղծ ինքդ քո հետ, փորձել հասկանալ դու ինչ ես ուզում, ես էլի նշեցի, շարունակում եմ նշել, որովհետև դրանից է հետո ամեն ինչ կախված լինելու, եթե ճիշտ չգտար, ճիշտ նպատակը չսահմանեցիր, ինչքան ուզում ես աշխատես, դու սխալ նպատակի ես ծառայելու։ Այնպես որ չեմ զլանա անընդհատ շեշտել ինքդ քեզ հետ անկեղծ լինել ու գտնել, թե որն է քոնը։ Բայց դրանից հետո իհարկե ես էլ մի հատ գիրքը հիշատակեմ այս շրջանակներում, որ միայն նպատակը շատ քիչ է։ Մենք ոչ թե մեր նպատակով ենք, հա, այսպես նկարագրվում, բնորոշվում, այլ գործով, մեր գործողություն, մեր իրականում անգլերենից մի քիչ ճշգրիտ դժվար կլինի թարգմանելը, բայց մենք իրականում մեր սովորույթների, հա, համալիրն ենք, մեր եւ այստեղ ատոմային սովորություններ գիրքը պետք է նշեք։ Գրքի մասին է, որովհետեւ նպատակը կարող է լինի շատ լավ, շատ մոտիվացնող, շատ վեհ, բայց այդ նպատակին հասնելու ճանապարհը հեշտ չի լինելու եւ մենակ մոտիվացիան, ինչպես խոսեցինք, բավական չի։ Պետք է կարգապահության համար պետք է հստակ սովորույթներ, հա, երկար աշխատել, հասնել դրան, պետք է ձևավորել այն սովորույթները, որը ունենալու է այդ նպատակին հասած մարդը։ Շատ շնորհակալ եմ ձեզ, բավականին հետաքրքիր, բովանդակալից ու ամենակարևորը ոգեշնչող հարցազրույցի համար մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ գործարար ալիքի եթերում կրկին անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին։ Իմ հյուրն էր Ալիսան Այվազյան, եւս մեկ անգամ շնորհակալություն եւ Վարդուհին Սարգսյան։ Գործունեությունից բացի հիշեցնեմ, որ իմ հյուրերը հանդիսանում էին Օքսֆորդի շրջանավարտների հայաստանյան ակումբի համահիմնադիրները ձեր ու ինչպես միշտ նշում եմ մեր գործերին մեծ հաջողություն ու ուզում եմ որ նաև ձեր օրինակը օրինակ լինի բոլորիս համար որ այո ինչպես Վարդուհին նշեց իր խոսքի մեջ կրթվելը դա ինչ որ ժամանակահատվածում չի ավարտվում մենք պետք է հասկանանք որ դա անդադար գործընթաց է եւ ամենակարևորը հանգամանքները տարիքը եւ այլն երբեք չպետք է կապել սովորելու կամ ուսումնառության հետ մինչեւ ինչպես նշեցինք 7 շերտ հող չի գալիս եւս մեկ անգամ շնորհակալություն ու բոլորիս գործերին հաջողություն։ Մենք էլ ենք շնորհակալ։ Հրավերի համար։